Ակնհայտ է, որ Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական բանակի կողմից պատերազմական հանցագործություն է կատարվել հայկական կողմի զինվորների խաղաղ բնակչության նկատմամբ։ Խորհրդանական նիստում այսօր հայտարարեց հանրապետական պատգամավորը, պատրաստակամություն հայտնելով որպես միջազգային հումանիտար իրավունքի մասնագետ իր մասնակցությունն ունենալ այն աշխատանքային խմբում, որը պետք է փաստաթղթավորի եւ միջազգային ատյաններին ներկայացնի կատարվածը։ Այդ գործին պետք է իրենց մասնակցությունը բերեն բոլոր իրավաբան պատգամավորները, ավելացրեց ազգային ժողովի փոխնախագահը։ Էդուարդ Շարմազանովը խնդրանքել ուներ պատգամավորներին։ Փաստեր ներկտվեք նաև պատգամավորներին, ովքեր որ աշխատում են միջազգային վեհաժողովներում, որովհետև արդեն մյուս շաբաթվանից մենք ունենք լուրջ արտասահմանյան հանդիպումներ։ Խորհրդանական նիստն իհարկե օրակարգի հունում է, բայց օրինագծերի քննարկմանը հաջորդող կամ նախորդող գրեթե յուրաքանչյուր ելույթում է անդրադարձը Ղարաբաղ-ադրբեջանական դիմակայությանը։ Արդարադատության նախարարությունն ըստ գերատեսչության ղեկավարի արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել, ուսումնասիրություններ արել շփման գծում կատարվածի վերաբերյալ։ Հայկական կողմն ըստ նրա շատ լուրջ փաստեր ունի, որոնց հետ պետք է լրջորեն եւ ճիշտ վարվել։ Առանց պաթոսի պիտի քայլեր ձեռնարկենք եւ այն ամենը, ինչ ունենք, ցավոք սրտի, այն ինչ ունենք այդ փաստերը, պիտի կարողանանք ճիշտ գործադրել։ Կառավարությունն ուսումնասիրում եւ մշակում է վայրագությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու քայլերը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց արդարադատության նախարարը, պատասխանելով Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։ Պատգամավորը պնդում էր նաեւ, որ անհրաժեշտ է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում էլ պահանջել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցում։ Նախարարը հայտարարեց, որ այս օրերին ադրբեջանական կողմը խախտել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, միջազգային մարդասիրական կոնվենցիան, Ժնևի պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին կոնվենցիան, հանցագործություն է կատարվել խաղաղ բնակչության նկատմամբ։ Հռոմի կոնվենցիան թեև մեր երկիրը ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել։ Այնուամենայնիվ, ըստ նախարար Հովհաննիսյանի, կան այդ կոնվենցիայով նախատեսված որոշակի մեխանիզմներ եւ քննարկման առարկա պետք է դառնա դրանց կիրառման արդյունավետության հարցը։ Խախտվել է նաեւ Հաագայի կոնվենցիան, դա ադրբեջանցիներին կարող է տանել ուղիղ մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թալիշում տեղի ունեցած դեպքերի հետ կապված անկասկած գիտեք, որ այնտեղ մարդու իրավունքների եվրոպական դատարան եւս գանգատներ կարող են ներկայացվել, ՄԱԿ-ի մարմիններում կարող են որոշակի գործողություններ իրականացվել։ Պաշտպանության նախարարը խորհրդանում զինվորական համազգեստով է, պատգամավորները համարում են, որ ռազմական գործողությունները չեն դադարել։ Նախարարի ձևակերպմամբ ադրբեջանական այս նախահարձակումը ագրեսիան աննախադեպ էր այն առումով, որ կիրառում էր նոր սպառազինություն, ներգրավելով նաև վարձկան ահաբեկիչների։ Բայց պաշտպանության բանակի շնորհիվ կարողացանք հաջողություններ արձանագրել այսօր մեր ձեռքի տակ եղած սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ճշգրիտ կիրառման եւ դրա նկատմամբ հոգատարության արդյունքում, ասաց Սեյրան Օհանյանը։ Հասկանալի է, որ քանակական առումով որոշակի մենք զիջում ենք եւ վերջին տարիների մեր կատարած աշխատանքը բերել է նրան, որ այսօր մենք անցել ենք զինված ուժերի զարգացման երկրորդ ժամանակահատվածի եւ դրա շրջանակներում մենք իրականացնում ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ուրեմն արդիականացման, համալրման երկրորդ 16-ից մինչև 2020 թվականների ծրագիրը, որի մաս է կազմում իհարկե նաև սեփական ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացումը։ Խորհրդանին հետաքրքրում է նաև զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին օգնության տրամադրման հարցը։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուն էլ կառավարության ղեկավարն էլ հայտարարում են, նրանց օգնության հարցը մեր սուրբ պարտականությունն է։ Անդրադառնալով ՀՀԿ-ից հնչած առաջարկին սառեցնել զոհվածների եւ վիրավորների ընտանիքների ունեցած վարկերը, վարչապետն ասաց, որ այդ հարցն անհրաժեշտ է քննարկել, վերլուծել օգնության հնարավորությունները, այն, որ պիտի օգնենք, փաստ է, հայտարարեց վարչապետ Աբրահամյանը։ Այն օգնությունները, որ տրվում են նաև խախուռ բոլոր մեր զինվորներին, իրենց ընտանիքներին, դա իրականացում է եւ նույնիսկ կառավարությունը ունի ստեղծած աշխատանքային խումբ, որը կոորդինացնում է այդ օգնությունները, որը ուղղորդվում է Լեռնային Ղարաբաղ կառավարությանը կամ ընտանիքներին մեր զինվորների։ Ես կարծում եմ, այս հարցը իրոք շատ զգայուն հարց է, պետք է քննարկվի։ Ես չեմ կարծում, որ կլինի մի հայ, որը կապրի անկախ Սփյուռքում, Արցախում, Հայաստանում, որ չի ցանկանա նման ընտանիքներին աջակցել։ Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ բախումն ըստ վարչապետի եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ժողովրդի Սփյուռք, հայրենիք, Արցախ եռամիասնությունը աներեր է։ Սիրանուշ Մուրադյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։